Հայկական ձուն, որը մոտ 2 ամիս գնվեց ու վաճառվեց 10-ից 20 դրամով, անապահով խավի համար իսկական հրճվանք է։ Բժիշկ մասնագետները այն համարում էին վտանգավոր ու խորհուրդ տալիս գոնե խանութներից գնել ու ուշադիր օգտագործել։ Որոշ մարդիկ էլ վերլուծում էին, թե անհանգստանալու բան չկա, առաջարկը մեծացել ու գինը ընկել է, եւ որ տեղական արտադրանքը հենց այդքան էլ արժանալու է։ Սակայն վերջին մեկ շաբաթում նկատվում է ձվի գնի բարձրացում։ Խանութներում համարում են, որ ակցիան վերջացել է։ Որոշ մարդիկ սակապում են թռչնիկերի բարձրացման հետ։ Այդ վաղտենք ոսկի սկերը էժաներ, էժան կարնին, ավրանքը էժաներ, այդ երկու ժան պրոբլեմը։ Մի թեպի մեշոկը դարել է 2000 քանի դրամ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում շուկայում ձվի գինը բարձրացել է 7-ից 10 դրամով։ Սրան զուգահեռ շարունակում է ընկնել թռչնի գինը։ Բրոյլեր հավերը, օրինակ, այսօր հնարավոր է ձեռք բերել 200-300 դրամով ավելի ցածր։ 1100-ով հավ կարնին, 900-ով հավ կարնին։ Ժողովուրդ էժան դու մոտ եթե ոչ թե պագաս ամսու տավը։ 10 դրամի կար, 13-ի կար, 12-ի կար, 15-ի կար, 20-ի կար, առաջվա որ մեզի կուդային 20 դրամ անեցել, դեպիք է 60 դրամ, տարբերությունը արդեն շատ է։ Ինչով է բացատրվում շուկայում գնային այս նոր շարժը։ Այն օրերին, երբ ձվի գնային անկում էր արձանագրվում ամեն օր, մասնագետները ենթադրում էին, որ սա իսկական աղետ է արտադրողի համար։ Այն օրերին ձու արտադրողները ահռելի կորուստներ էին կրում, եւ ինչպես վստահեցնում էին մասնագետները, թռչնաբույծների վնասը հասնում էր հազարավոր դոլարների։ Այսօր արդեն շուկայում վաճառողներն են խոսում այն մասին, թե սա հարձակում էր փոքր ու միջին տնտեսավարողի վրա։ Սրանով արդեն բացատրվում է թռչնի մասսայական մորթն ու հետևանքում թռչնի նոր ցածր գինը շուկայում։ Իսկ հետո ինչ է լինելու, ենթադրությունները այնքան էլ լավատեսական չեն։ Ասում են ձվի մեկ հատի գինը բարձրանալու է մինչև 80 դրամ։ Այս օրերին բարձրացել է նաև ալյուրի գինը, ինչն արդեն մեծ դժգոհություններ է առաջացրել շուկայում։ Շաշկության քնան կելան հանգստել։ Մակարոնեղենը տանեցի ալյուրի տան բացել։ Դա հանգստավ է։ Հələ թոշակը չի ավել, սա հանգստել։ Ինչու է բարձրացել ալյուրի գինը։ Թանկացումից դժգոհ են հատկապես հացավաճառները։ Ասում են վերջին մի քանի օրերին ամեն օր բարձրանում է ալյուրի գինը։ Անցած 2 ամիս առաջվա տվյալներով ալյուրը մոտ 2000 դրամով այսօր թանկ է։ Մեր մեշոկի մեջ 2500 դրամ թանկացել է։ Դոլարը եժնցել է, ալյուրը թանկացել է։ Հավաշտել են, մնացել է առաջվա գինը, ծառոք չկա, որովհետև ժողովրդի ձերը փող չունի։ Աշխատանք չկա։ Ոչ մի բան չունի, ինչով բաժի ապնեցնել են նական ժողովուրդը, ձեր չի տա, բայց ստիպած ծախենք, ստիպած, որովհետև ամեն օր բան կլենտ եք, ու կան կսեն առաջ ես կիններ, ինչ են, բայց մենք չենք կնաս, թե որ ալուրը հանգցել է, այդ մարդիկ չեն հավատա, որ ալուրը հանգցել է։ Հացամթերքի թանկացում շուկայում դեռևս չկա։ Հացը, մակարոնեղենը նույն գնով են վաճառվում, ինչը վաճառողները բացատրում են այս կերպ։ Դեռևս օգտագործվում է պահեստավորված ալյուրը։ Եթե շուկայում տեղի չունենա ալյուրի գնանկում, ապա այն կբերի հացամթերքի գնաճի։ Քրիստինա Մկրտչյան, Գուրգեն Գինոսյան, Գալանյուս։